Բարի երեկո, ձեզ այդ սուրանկյունն է, որի նպատակը մեր իրականության սուրանկյունները բացահայտելն է։ Մեր ճանապարհը տանում է դեպի նպատակ եւ կարևոր չէ, թե որքան երկար է այդ ճանապարհը, քանի որ առանց նպատակի չկա գործունեություն։ 1990-ականների սկզբին հողերի տարերային սեփականաշնորհման պայմաններում բաժանվեց հողային գրեթե ողջ ֆոնդը, ոչ ոք չմտածեց համայնքների զարգացման մասին։ Իսկ դրանք բնակչության աճին զուգահեռ ընդլայնվում էին, նոր ենթակառույցների անհրաժեշտություն էր առաջանում։ Վերջին տարիներին սկսեցին խոսել նաև նոր աղբավայրերի անհրաժեշտության մասին։ Հները սպառվել են, բայց որտեղ պետք է լինեն նորերը։ Հարմար տեղեր գրեթե չկան։ Օրինակ, Արագածոտնում մի քանի համայնք աղբավայր չունի։ Մարզային իշխանություններն էլ մտածել ու որոշել են նոր աղբավայրի համար լավագույն տեղը Երևան աշտարակ մայրուղուց մոտ 200 մետր հեռավորությամբ խնձորի այգիներով շրջապատված Խարամի շլակի սպառված հանքավայրն է։ Հողատերերը հարակից բնակավայրերի բնակիչները զանգում եւ նշում էին, եթե աղբավայրը տեղափոխեն այստեղ, այգիները մի քանի տարի հետո կամայանան, տուրիստներն էլ արդեն ստիպված կհիանան պոլիէթիլենային սավառնող տոպրակներով, իսկ ասենք ուժեղ երկրաշարժի դեպքում հնարավոր է վտանգվի հազարավորների կյանքը, քանի որ ապագա աղբավայրի արևանությամբ ռազմավարական նշանակության կառույցներ կան։ Մեր նկարանող խումբը եղավ տարածքում։ Մանրամասները Շուշանիկ Միրզոյանի այգուց աղբավայր 1 քայլ տեսանյութում։ Երևան աշտարակ մայրուղու, ինչպես ասում են Գայի պոստին հարող այգիների տերերը խուճապահար են։ Տեղական իշխանությունները դրանց անմիջական հարևանությամբ աղբավայր են մտադիր կազմակերպել։ Այգիների հնարավոր ոչնչացումը միակ մտավախությունը չէ։ Ապագա աղբավայրից մի քանի 100 մետր հեռավորությամբ Երևանին մատակարարվող ջրի քլորակայանն է ու զինապահեսներ։ Աղբանոցը լինելու այստեղ։ Սրանք մեր այգիներ են, աշտարակ քաղաքն է, Երզնկա գյուղն է։ Ջրի բասինն է կողքն է, 150 մետրի վրա է։ Մայրուղու վրա աղբավայր է կառուցում։ Կանաչ տերևները, որ ծածանվում են, դրանց փոխարեն այն գույնեզգույն ցելոֆոններն են ծածանվելու։ Նկարահանումներին ներկա գյուղատնտեսը պահը բաց չի թողնում եւ սկսում թվարկել այգիներին հասցվելիք վնասը։ Մասնագետն ու հողատերերը հերթ չեն տալիս իրար։ Եսի ինչ գազերա դուրս գալիս այդ կենթանի օրգանիզմը, այդ ծառը ոնց է շնչելու։ Ավտոն ի վիճակի չի կանգնի, ծերը սամասվարանիստ է։ Շուր կգա։ Դիլստեն մարդկանց հողամասը բուբուզերով բրցեն լսեն։ Հետևից պետք է արդեն բոթելով էս աղբը արդեն առաջանա այս հողերը ծածկի։ Բայց այդ միրգը ես որ տանեմ ասենք վաճառելու։ Դրա վրա 1000 ձևի միջատի վարակ կա։ Այդ ոնց են առնելու։ Եթե հանկարծ կառուցի, պետք է ծառերը կտրտենք հոգից։ Թողենք ու գնանք ստեից, որտեղ ոչինչ չի լինի։ Հավատում եք, որ փակ է լինելու։ Չէ, չեմ հավատում իհարկե։ Արագածոտնի մարզպետարան կամ աշտարակի քաղաքապետարան գալ չեն համաձայնվում։ Մարզպետի ու քաղաքապետի հետ մեկ անգամ հանդիպել են, երկրորդ անգամ հեքիաթ լսել չեն ցանկանում։ Մարզպետին հանդիպել չի հաջողվում, բացակայում էր։ Որևէ պաշտոնյայի հարցազրույց տալ չի հրահանգում։ Ինչ ասելու էինք, ասել ենք, պարզաբանում է հեռախոսով։ Ասել ենք մենք պաշտոնական տեսակետը, նույն կարծիքն ենք։ Մարզպետը ասում է մի ծառ եթե վնասվեց, այ դա չի կառուցվի։ Այսինքն ինքը չի հասկանում, որ կվնասվի։ Հələ շատ սկզբնական է սա, էլի։ Նախագիծն ունեցա, որ անպայման փակ է լինելու, մարզպետը խոսեց, ինքը ասեց, եթե բաց է լինելու, առաջի դեմը ես եմ լինելու։ Ինքը ասում է մի սլոյ հող կլծվի, մի սլոյ աղբ կլծվի, պաժարնի ավտոն կկայնի, սկզբից ասում է նավես ալնելու, հետո ասում է չէ, փակ, ու ոչ մի ձև փոսի մեջ փակ աղբավայր անում ինքը։ Հարգելի մարզպետ, եթե դու գյուղատնտեսությունից մանրամասն չես պատկերացնում, գոնե հարցրա մի հատ հին ագրոնոմներից, հին մասնագետներից։ Մարզպետն էլ չի հավատում, որ փակ աղբավայր ալնելու, ինքը ուղղակի ասում է։ Պարոն նախագահին մեր թագավորին սխալ ինֆորմացիաներ չտան։ Աշտարակի քաղաքապետը նախ զարմանում է, ինչու են հողատերերը աղմուկ բարձրացրել։ Հարցը դեռևս քննարկվում է։ Աղբավայրի կազմակերպման 3 տարբերակ է դիտարկվում։ Երբ ընտրությունը կատարվի, կլսեն նաև մարդկանց կարծիքը։ Բացառվում է ավագանու որոշում հողհատկացման վերաբերյալ առանց հանրային քննարկումների։ Իրանց դիմում ենք, իրանք ասում են, որ ձեզ հերթը հասնի, որ մենք ձեզ կասենք, քննարկման փուլում է։ Մենք այսինքն վերջի պլան ենք։ Հարցը գտնվում է քննարկման փուլում, քաղաքաշինության նախարարության, բնապահպանության նախարարության, համապատասխան մասնագետների հետ։ Այդ որ բնապահպանական փորձաքննությունը պետք է իր եզրակացության մեջ գրի, որ առաջի ծառից 25 մետր նախատեսող աղբը չի վնասի ծառին, էկոլոգիային։
Քաղաքաշինության նախարարությունն ի դեպ արդեն տվել է համաձայնությունը։ Պաշտոնական գրության մեջ որպես ամենահարմար տարբերակ է նշվել հանքափոսը։ Եթե բնապահպանական փորձաքննության արդյունքը դրական լինի, մարդիկ ոչինչ անել չեն կարողանա։ Վերջի վերջո քաղաքը պետք է աղբավայր ունենա, թե ոչ։ Այս հոկտեմբերյանից արանքը ընկած է, որ սովխոզներ արանքը, անենց քարհանքեր կա, զաբրոշենի, որ անենց փոսեր կա։ Անենց փոսեր կա, որ ծառուց հեռու է։ Ես չեմ ուզում ցավը տանեմ իսպանական խնձոր ուտեմ, ես ստերի խնձորն եմ ուզում ուտեմ։ Ուրիշի տունը քանդելով Իրանը չի սարքվի։ Մենք գյուղ նախարարին կառաջարկեինք, այս փոսերը բերեին, այդ քարերով լցնեին, ու այդ քարերի փոխարեն նորից այգի դնեին։ Ծառ դնեին։ Ծառ դնեին, ոչ թե զիբիլ բերեն լցնեն, ցավը տանեմ։ Սակայն հողատերերը մտադիր են պայքարել մինչև վերջ։ Տեղական իշխանություններին էլ խորհուրդ են տալիս. եթե չեք կարող աշխատել, հեռացեք, սուրբ տեղը դատարկ չի մնում։ Շուշանիկ Միրզոյան, Հովանես Չափարյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանգյուն։ Վերջերս գիտնականները հրապարակել են վտանգավոր 10 մթերքի ցանկը։ Վնասակարությունը որոշվել է հաշվի առնելով այն հանգամանքները, թե որքանով են դրանք ծանր հիվանդությունների պատճառ դառնում։ Այդ մթերքները հաճախ առաջացնում են թունավորումներ կամ ալերգիաներ, բայց առողջ մարդու համար չափավոր օգտագործումը այդքան էլ վտանգավոր չէ։ Վտանգավոր է հիվանդների կամ էլ հաճախ օգտագործողների համար։ Ամեն ինչ չափից է կախված։ Եվ այսպես, հարգելի ծնողներ եւ առողջությունից դժգոհներ, վտանգավոր մթերքների ցանկի տասնյակում են։ Չիփսերը, ֆասթ ֆուդը, երշիկեղենն ու ապխտած մսամթերքները, բանջարեղենի եւ մրգերի պահածոյացման ժամանակ օգտագործվող հավելանյութերը, մարգարինն ու խմորեղենը, սուրճն ու էներգետիկ ըմպելիքները, կաթը, ծամոնն ու գույնզգույն կոնֆետները, չուպա-չուպսը, շոկոլադի բատոնները, մայոնեզը, կետչուպը, ինչպես նաև տնային պահածոներն ու պաղպաղակը։ Շատերը իհարկե կասեք, թե այդ դեպքում երևի ճիշտը օդով սնվելն է, սակայն ինչպես նշեցի, չափավոր օգտագործումը վնասակար չէ, մյուս կողմից օդն էլ մաքուր չէ։ Այդ շարքից այսօր անդրադառնալու ենք պաղպաղակին։ Անդրադարձը պայմանավորված է երկու հանգամանքով։ Նախ սեզոնայնությամբ, ապա բնակիչների ազանգով, ըստ որի մի շարք ընկերությունների արտադրանքի սպառումից հետո նկատել են ինքնազգացողության վատացում։ Ինչպես տեղյակ եք, պաղպաղակը պարունակում է թանձրացնող եւ արոմատիկ նյութեր, որոնք դանդաղեցնում են նյութափոխանակությունը եւ նպաստում գիրացմանը։ Սա էլ իր հերթին առաջացնում է մի շարք հիվանդություններ, որի մասին կխոսի Արմեն Աթելյանը։ Մինչ կներկայացնեմ տեսանյութը, նշեմ, որ լայնածավալ ուսումնասիրություններ ենք իրականացրել այս շուկայում եւ լաբորատոր փորձաքննության արդյունքները կներկայացնենք մեր հաջորդ թողարկմանը։ Այժմ կեղծիքն անտեսվում է տեսանյութը։ Պաղպաղակի շուկայում այսօր բավական մեծ տեսականի կա։ Փաթեթավորումը բոլորին էլ գունագեղ է, դժվար է որոշել որն է լավը, որն է վատը։ Մնում է մի տարբերակ միայն՝ որոշել սեփական փորձով։ Բայց դե հո բոլորը չեն կարող հույս դնել սեփական քինքի վրա։ Իրականում միայն պրոֆեսիոնալը կարող է համտեսելով ասել պաղպաղակը որակով է թե չէ։ Օրինակ Ռազմիկ Բեգլարյանը տասնամյակներ աշխատել է պաղպաղակի արտադրությունում ու գործընթացը անգիր գիտի։ Պարզվում է կան մաթեմատիկական տարբեր բանաձևեր սերուցքային պլոմբիր կամ այլ տեսակի պաղպաղակ պատրաստելու համար։ X + Y + Z դա 100 կիլոգրամի համար է։ X-ը կաթի քանակն է։ Y-ը ավելացված կարակի քանակն է։ Z-ը յուղազուր չոր կաթի քանակն է։ Իսկ կաթի փոշի կարելի ասել։ Ահա, մաթեմատիկական պարզ հաշվարկ, մի քանի բազմապատկում եւ գիտես թե որքան մթերք է անհրաժեշտ 100 կիլոգրամ սերուցքային պաղպաղակ պատրաստելու համար։ 100 կիլոգրամ պաղպաղակի համար 65 կիլոգրամ կաթ է պետք։ Կաթի փոշի լինելու է մոտ 4.2-4.5 կիլոգրամ։ Կարակ լինելու է 5.1 5.2 կիլոգրամ էլի։ Եթե պաղպաղակի որակն այն չէ, ուրեմն հնարավոր է մի բան այն չէ մթերքի հետ, որոնցից պատրաստում են պաղպաղակը։ Ափսոս, խորհրդային ԳՕՍՏ-ի խիստ կանոններն այլևս չեն գործում, հիշում է մասնագետը։ Պալմայի, կոկոսի յուղ են խառնում կարակի փոխարեն, որը շատ էժան է, կամ էլ օգտագործում են այսպես կոչված սպրեդը։ Եվ ինքն ինչ որակ էլի գցում, հա։ Կտրուկ իջեցում։ Հավանաբար պաղպաղակի որոշ տեսակներ ուտելիս երբեմն տհաճ զգացողություն եք ունեցել, ասենք համն այն չէր, կամ թվում էր, թե ուղղակի սառույց ես ծամում։ Այդա խոսում է նրա մասին, որ պաղպաղակի որակը շատ ցածր է։
Սկսած նրանից, որ մրգային պաղպաղակներում սիրոպի փոխարեն տված լինի քիմիա պարունակող փոշի։ Բաբկեն Պիպոյանը բոլորի ուշադրությունը հրավիրում է մի շատ հետաքրքիր փաստի՝ կաթի փոշու թանկացման վրա։ Կաթի փոշին թանկանալու պատճառով կաթնամթերքը թանկացել են, պաղպաղակը չեն թանկացրել։ Շատ ապրեն իրենք, շնորհակալություն։ Եթե իհարկե դա բուսասերուցքով կեղծման հաշվին չի։ Այսինքն կարակի փոխարեն օգտագործեն սպրեդ։ Ըստ էության, արտադրողներին ոչ ոք չի արգելում պաղպաղակը 100%-ով կաթի փոշուց պատրաստել կամ կարակի փոխարեն մարգարին օգտագործել։ Կարևորն այն է, որ այդ ամենի մասին գրվի փաթեթի վրա։ Սպառողն էլ թող կարդա եւ որոշի՝ գնի թե ոչ։ Եթե սննդային հավելում կա, անգամ պետք է նշվի թե կոնկրետ որը։ Ե-ի համար համապատասխան պետք է անպայման օրենքով մակնշված լինի պաղպաղակի վրա։ Շուկան լիարժեք չի վերահսկվում։ Դրա համար էլ որոշ արտադրողներ ինչ ուզում անում են։ Ըստ Պիպոյանի, եթե նույնիսկ վերահսկող կառույցները խախտումներ են հայտնաբերում պաղպաղակ արտադրողների մոտ, ապա դրանք մասշտաբային ստուգումների պատճառ չեն դառնում ու ընկերությունների համար գործն ավարտվում է թեթև անհանգստությամբ։ Տուգանքները փոքր են, շահույթը մեծ։ Նախորդ տարի պաղպաղակի շուկայում մակնշման հետ կապված, եթե չեմ սխալվում, ուսումնասիրություն եղել է, բայց հետագայում անվտանգության հետ կապված փորձաքննություն իրականացվել է, թե չէ, այս ինֆորմացիան չեմ տիրապետում։ Որքանով ես եմ տեղյակ, ոչ, բայց միանշանակ սխալ մակնշած պաղպաղակը հիմք է, որպեսզի ենթարկվի փորձաքննության։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում հավաստում են տարին գոնե մեկ անգամ պլանային ստուգում են անցկացնում պաղպաղակ արտադրողների մոտ։ Բացի այդ, մշտադիտարկումներով գրեթե միշտ խախտումներ են հայտնաբերվում։ Ուղղակի ինչպես հասկացանք, օրինախախտների անունները լայնորեն չեն հրապարակվում եւ տուգանման գործընթացն անցնում է անաղմուկ։ Եղել է օրինակ մանրէաբանության հետ կապված խախտումներ։ Այսինքն սելոֆանը բացում եք, տանում եք լաբորատոր փորձաքննության են ենթարկվում եւ պարզվում է, որ բակտերիաներ կա։ Տարբեր բաներից կարող լինի, հիմնականում լինում է սանիտարական վիճակից։ Կարա մարդիկ կեղտոտ ձեռքերով լինեն, կարա արտադրամասը կեղտոտ լինի, հոսքագծերի ժանգից կարա նաեւ լինի։ Խախտումը, որի մասին խոսում էր պարոն Ղուլյանը, հայտնաբերվել էր Elite Shant ընկերությունում նախորդ տարի։ Բացի այդ, Tamara Armswitch Shant, Nestle Rosia, Yerevan Cat, Ոսկե Պինգվին, Biocat, Աշտարակ Cat եւ Ավետյան Ասսա ընկերություններում ստուգումների արդյունքում հայտնաբերվել էին մակնշման հետ կապված խախտումներ, այսինքն երբ փաթեթավորման վրա նշված տեղեկատվությունը ճիշտ չէ։ Ըստ էության արտադրողները կանխամտածված կամ չմտածված մոլորության մեջ են գցել գնորդներին։ Ծառայության նպատակը նա չի, որ ինչ-որ մի կազմակերպության համար ասի լավն է կամ վատն է, ծառայությունը երբ հայտնաբերում է ինչ-որ վնասակար կամ վտանգավոր մի բան, պարտադիր հայտարարում է։ Ուղղել են սխալները պաղպաղակ արտադրողները, թե շարունակում են նույն մեթոդով աշխատել, ցույց կտան ստուգումները։ Դրա համար առաջիկայում կանցկացնենք սեփական հետազոտություն այս շուկայում։ Խոստանում ենք մեկ առ մեկ նշել բոլոր օրինախախտների անունները։ Արմեն Անաթալյան, Հովհաննես Չապարյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Եղվարդի Աբովյան մեկ հասցե ազանգով մեկնած մեր նկարանու խումբը ապշահար վերադարձավ։ Չէին էլ պատկերացրել, թե ինչ են տեսնելու։ Օրեր առաջ մոտ 20 ընտանիք մեզ դիմել էր բողոքով, ըստ որի ծորակից խմելու ջրի փոխարեն, չեք հավատա, բայց գոմաղբաջուր է ուզել։ Մենք էլ չէինք հավատում, բայց որոշեցինք գնալ, տեսնել, լուսաբանել, ցուցադրել։ Կարճ ժամանակում պարզեցինք, որ բնակավայրից ընդամենը 20 մետր հեռավորությամբ ոման Զորաբյան ազգանունով մեկը ֆերմա է աշխատեցնում, այն էլ խախտումներով։ Ներսում մեր նկարանող խումբը ականատես է եղել սարսափելի հակահիգիենիկ տեսարանի։ Պատկերացնում եք ֆերմայի տնօրինությունը գոմաղբի իր տարածքից ապօրինաբար հեռացնում է բնակավայրի կոյուղու խողովակով, առանց խղճի խայծ գալու եւ մտածելու, թե ինչ անդառնալի հետևանքների կարող է հանգեցնել։ Իդեպ խմբի հետ ներս են մտել ավելի ստույգ ներխուժել նաեւ բնակիչներ, որոնք նույնպես ապշել են, քանի որ երբեք չէին տեսել ֆերմայում կատարվողը։ Մի խոսքով ավելի քան 5 տոննա գոմաղբաջուրը հոսել է տարածքով, որտեղ անցնում են նաեւ բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցն ու քայքայլային։ Ուշագրավն ու զարմանալին այն է, որ Եղվարդի քաղաքապետարանը այսքան տարի տեղյակ չի եղել խնդրին։ Ժամանակին ֆերմա կոչվածը կահույքի արտադրամաս է եղել, իսկ հիմա գոմ, առանց գոմաղբի հեռացման համակարգի։ Մի խոսքով, սարսափելի պատմություն ու փառք Աստծո առայժմ առանց լուրջ հետևանքների։ Իդեպ իրավապահ մարմինները կարող են ուսումնասիրել կատարված հանգամանքները։ Դրանց մի մասը այժմ կներկայացնի Հերմինե Բաղդասարյանը, վառելիք, ոչ թե խմելիք տեսանյութում։ Սրա մասին երկար կարելի է խոսել, բայց պատկերացրեք անհնարին է, որովհետև գարշահոտությունը խեղդում է եւ այսպես տարիներ շարունակ կոյուղուց թրքաջուր է դուրս գալիս եւ ողողում ամբողջ տարածքը։ Առավոտը վերես կենում թրքահոտու ամբողջ թղամասը կա։
Եղվարդում Աբովյան առաջին ներփանցք մտնելիս մի պահ թվաց, թե ճահճուտ ենք եկել։ Մոտ 20 ընտանիք տարիներ շարունակ պարտադրված գոմ աղբով հարուստ օդ է շնչում։ Բնակավայրի դեմ դիմաց, ինչպես բնակիչներն են ասում, ընկեր Զորաբյանի ֆերման է, որին բոլորովին էլ չի հուզում, թե ում եւ ինչի հաշվին է աշխատացնում անասնագոմը։ Սա միացրածա սրա, ստեղից գնում է միանում է լուկերին։ Ջարդել էին, երեք նորից միացրել են, ինչ են արել, իրանց լուկը լրիվ լցված ու ահա որ ամեն մի ճիճուն աննկարագրելի է։ Պատկերացրեք տիկնոջ ձեռքին է, եթե կարելի ասել, խմելու ջուր է, որին գոմաղբ է խառնվել։ Բանն այն է, որ երկար ժամանակ գոմաղբա ջուրը հոսելով խմելու ջրի ներքին ցանցի վրայով քայքայել է խողովակները։ Չնայած տեղամասի տեսուչը իր գործն արելու գնացել է, բայց ֆերմայի տերերն էլ իրենցն են արել։ Ազոտ է պարունակում։ Այդ ազոտը որ հոսել այդ փողոցով, այդ խողովակները մաշվել է, հասկանում ես, շուտ կայվել է։ Ու ցանկվել է մի տես, որ դեյցել խառնում է լել է, էլ։ Թող իրանց ընտանիքը փորձեն էսի խմեն, ես մեծ հաճույքով ամեն տարի օգտագործեմ այս ջուրը։ Ակնհայտ է, որ ֆերման աշխատում է խախտումներով, նախ արտադրական այս տարածքը պետք է ունենար առանձնացված կոյուղագիծ կամ էլ գոմաղբը տեղափոխվեր հատուկ մեքենաներով, իսկ այս խելոքները շրջանցում են այդ հանգամանքը։ Մեր հիմնական բնակչության 100 մմ-անոց խողովակաշարին կանալիզացիան հələ բերեք տեսեք ինչ են միացրել։ Կովի ինչ է ընկերքը։ Ինչ են արել։ Լուկի մեջ չեն հանել։ Հալակամ եմ զգուշացեք, քաղաքապետին էլ եմ ասեք, տեղակալին էլ եմ ասեք, կոմունալ բաժնի պետին էլ եմ ասեք քաղաքապետանի։ Իրանք ոչ մեկը մոտ չեն գալի։ Այս այսպես կոչված անառիկ դարպասներից այն կողմ մինչև հիմա որևէ բնակիչ ոտք չէր դրել։ Վերջապես հաջողվեց։ Հեսա, Ստրուբան ճաքը, իրանք կտրած է, սա պարզ կտրած է, որ դու։ Սարսափելի հակահիգենիկ վիճակ։ Հետաքրքիր է, թե որ ընկերությունն է այս աղբավայրից կաթ մթերում։ Տելևատը աշխատացնում է, այսինքն սաղ թրիկը հանում է, այսինքն գնում է։ Ես ձենը որ գնում եմ, լսում եմ։ Ու մեկ էլ տենում եմ ջրախառը, ստե ջուր են տալ իրանք հետը, որ մաքրվի։ Գնում է, գալի լսում է մեր փողոցում։ Խոսակցությունը վերածվեց վեճի, երբ աշխատողից սեփականատիրոջ եւ ինչպես ինքն էր ասում, վարիչի հեռախոսահամարը խնդրեցին։ Արդեն չկայլացնում եք, նորից բան եմ ասում։ Մի հոգի թանում են, մի հոգի դու ջուրասենի Հետո պնդեց, թե վարիչն ուր որ է կգա։ Այս ոստը լցուր է գնալու, հասնարա փազ, ես կեզ ուր այդ հարուսն։ Էսա ուր այդ հարուսն։ Գետի տակով այդ ալուր այդ ալ դու գնալու։ Ինչ գիչ է, բա։ Լուկերի մեջ հո այդ։ Տեսնես որ անձրև է եկել փողոցում ինչա կատարվում։ Դու մի անգամ տեսել ես։ Բայց մինչև կգա շեֆի պատիվներ պահում։ Արդարանալու հերթը հասավ ֆերմայի վարիչին։ Ամեն անգամվա տեքստն անգիրարած կրկնում էր, թե 5 օրից գնալու են արոտավայր ու էլ նեղություն չեն տալու, բայց դե խնդրից փախչելով խնդիր չեն լուծում։ Դուք գիտակցում եք, որ սա անօրինական է, այս ամեն ինչը։ Գիտակցում եմ, հիմա հասկանում, եթե 10 տարի այս վիճակն է։ 10 տարի սենց չի եղել։ Ես 2006 թվականից հունիսից եկել եմ, ամեն տարի թրիկը գնացել է։ Ապշեցնող է, որ Եղվարդի քաղաքապետարանում էլ են մինչև հիմա մտածում, որ խնդիրը սեզոնային է։ Եթե տարածքար խնդիրը վերանում է, թե գիտե թանասուն չլինի դեպս կլինի խնդիր։ Բայց գալուն պես նորից սկսում է, չէ։ Ձմեռը խնդիրը չառաջում գարնանում դերևի թե մի քանի օր տնցնում։ Միշտ էլ տենց հայղը գնացել են, եկել են ձմեռն էլ թրքաջուրը սարուզների վրա են լիժակշելով գնում։ Իսկ սեփականատերը Ոմն Զորաբյան իբր Վրաստանում էր, հավանաբար հասկացել էր, որ ամեն ինչ ջրի երես դուրս կգա ու մնացել էր ջրի տակ։ Ասում են ժամանակին այս տարածքը նախատեսված է եղել ոչ թե ֆերմայի, այլ կահույքի արտադրամասի համար ու առանց նախագծային փոփոխությունների դարձրել են գոմ։ Ժամանակին ինքը չի ասել, որ պետք է գոմ սարքեմ։ Գնել է, հիմնել գոմ սարքեմ մարդը։ Չենք եղկում մեր մարդի վրա, մենք քանդում ենք ինքը սարքում, ասում է ինձ թույլ է տվել ժամանակին։ Ձեռնտու է իր այդ պահվածքը։ Ես էլ ասում եմ, մի մարդկա բարեխիղճ է վերաբերում այդ ամեն ինչի, մարդկա ոչ բարեխիղճ։ Հա տենց լինի, բոլոր անբարեխիղճները կսկսեն ֆերմա ունենալ ու ուշադրություն չդարձնեն մյուսներին։ Ինչ որ նախկինում արդեն տրամադրած է եղել, մենք իրավունք չունենք իրան։ Ինչի՞։ Որովհետև նախկինում տրամադրված է եղել, միգուցե այդ նպատակը Ստացվում է հին շինություններում ինչով ուզեն կզբաղվեն, առանց հաշվի առնելու բնակավայր է թե ոչ, տարածքով ինչ խողովակաշար է անցնում։ Ժամանակն է, որ նման հարցերը լուծվեն ոչ թե ծանոթ բարեկամների միջոցով, այլ ինչպես կարգն է։ Հավանաբար Երևան ջուրը հարցը կլուծի դատարանում։ Գուցե այդ ժամանակ բնակիչները հանգիստ շունչ քաշեն։ Հերմինե Բաղդասարյան, Զորաբ Քարամյան, Հովանես Չապարյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Համբերության բաժակը լցվել է կնոջն ուղարկված SMS հաղորդագրություններից հետո։ Քեզ ամփյուրով կոչում են ամփյուրոն ինչ։
մտայմացի ես եմ։ Նախկին ամուսինների հանդիպումը սակայն վերածվեց վիճաբանության։ Ինչ տղամարդ է, թքեմ քոնման տղամարդի վրա։ Խանդից կուրացած իրենից նույնիսկ պահանջել է ինքնասպան լինել։ Թո 5 կիլո ձեռով ժավել խմի, որ մատնա այդ քեզ չմնա վրան։ Իրենց քայլի պատճառով երեխաներն են տուժում։ Ոչ մեկս էլ չշահեցինք։ Քիչ հետո Բուդաղյանը հեռանում է մի քանի րոպեից կրկին վերադառնում է եւ կրակ բացում։ Կոնստիտուցիայով բոլորն են հավասար, բայց այդպես չի։ Հետո էլի կրակոցներ են հնչում, որոնց հետևանքով Բուդաղյան եղբայրները եւ տանտիրոջ թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը վիրավորվում են։ Որ մեկը ստան վրա հարցական ինչ կան։ Պետք է պաշտպանվի։ Զորբայությամբ զենքով արյամբ հարց չի լուծվում։ Իսկ եթե որոշ բթամիտներ չեն հասկանում, կհասկանան։ Մունատով մի խոս անգեջ ջան, եկեք, Մեծ քանակությամբ զենք զինամթերք են հայտնաբերել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ նրա մերձավորների տներում։ Հայտնաբերվել է շուրջ 448 միավոր հրազեն։ Ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Պաշտպանության նախարարության Երևանի Մաշտոցի վարչական շրջանի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետ մայոր Արտաշես Արշակյանը եւ նույն բաժանմունքի տեսուչ Գայանե Հայրապետյանը։ Գայանե Հայրապետյանի միջոցով Արշակյանը քաղաքացիներից մեկից զինկոմիսարիատում հաշվառված լինելու մասին համապատասխան տեղեկանք, իսկ հետագայում նաև զինվորական գրքույկ հատկացնելու դիմաց վերջինից պահանջել եւ ստացել է $1000 կաշառք։ Նախաքննությունը կատարում է ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը։ Արշակյանն ու Հայրապետյանը կալանավորված են։ Ամուսինների չմտածված քայլերի, անզուսպ արտահայտությունների եւ ատելության պատճառով տուժում են երեխաները։ Առավել տուժում են, երբ ընտանիքի հայրը մորը հրապարակավ մեղադրում է անբարո վարքի համար։ Հիմա ասացեք, ինչպես չխեղվեն ճակատագրերը։ Սևանում ապրող Աննան եւ Հակոբը 1 տարի առաջ ամուսնալուծվել են, վերջինի ինչ-ինչ ենթադրությունների հիվանդագին խանդի պատճառով։ Իրենք չեն տուժել, յուրաքանչյուրն իր կյանքն է ապրում, լավ թե վատ։ Տուժել են 3 զավակները, որոնք մանավանդ 15-ամյա դուստրը արդեն ազատ եւ բաց կյանքի հակումներ ունեն։ Եթե Աննան ու Հակոբը երկուհասուն մարդ հասկանային, որ ընտանիքը լիակատար կյանքի եւ իսկական երջանկության գրավականն է, նրանց ընտանիքը չէր քանդվի։ Իհարկե պետք է նաեւ իմանալ, որ ընտանեկան կյանքը երբեք էլ անընդհատ տոն չէ, պետք է կարողանալ կիսել ոչ միայն ուրախությունը, այլև վիշտը, փորձանքն ու դժբախտությունը։ Հակոբին թերևս կարելի է հասկանալ, կինը 3 երեխայի մայրը սիրային SMS հաղորդագրություն է ստանում։ Բնականաբար նորմալ տղամարդը չի անդուրժի, թեև այստեղ գուցեներ կան։ Տաթև Մեսրոպյանը ավելի մանրամասն կներկայացնի, իսկ ես կրկին զգուշացնեմ, ծնողներ, երեխաներից թաքցրեք միմյանց նկատմամբ ձեր ատելությունը։ Այժմ ատելության ճանապարհը փակուղի տեսանյութը։ Սևանի 45-ամյա բնակիչ Հակոբ Հակոբյանի ընտանիքը հորից ժառանգություն մնացած տանպես քանդվել է։ 1 տարի առաջ խանդի պատճառով ամուսնալուծվել է։ Թեև հրաժարվում է կնոջը ներել, բայց զգում է, որ իրենց քայլի պատճառով երեխաներն են տուժում։ Չգիտի ինչ անել։ Կարծել եմ, որ ինքը շատ նորմալ ընտանիք կդառնա, կարամ են կյանքս կապեմ մինչև վերջ իր հետ։ Հակոբի պատմելով ընտանիքը համերաշխ ապրել է մինչև 2011 թվականը, բայց երբ կինը սկսել է աշխատել, պարբերաբար խանդելու առիթներ է տվել։ Իսկ Հակոբի համբերության բաժակը լցվել է կնոջն ուղարկված SMS հաղորդագրություններից հետո։ Գրված էր, որ քեզ ամփյուրով կոչվում են ամփյուրոն ինչ։ Դες մտայմացի ես եմ։ Հակոբը վիրավորված է նաև, որ այդ ամենից հետո կինը գնացել է ոստիկանական բաժանմունք եւ բողոքել, որ ամուսինն իրեն ծեծել է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դատաբժշկի կողմից ուղարկվել է պատասխան, որ նման դեպք չկա, ասենք ոչ ուռուց կավրեն, ոչ կապույտ, ոչ կոտրվածք, ոչ մի բան։ Իրեն խաբված համարող տղամարդուն հանգիստ չի տալիս երեխաների ճակատագիրը, քանի որ տնից հեռացել են։ Որդին սակայն օրեր առաջ է վերադարձել, մորը կրկին կասկածելով թեթև վարքի մեջ։ Այդ երեխան վատ ազգաց է, այդ զանգի համար։ Ինքը թող եկել է իմ մոտ։ Աղջիկս ապրում է իմ աղբոր հարսը հետ, եղբորս հարսը հետ ապրում, ուճուրն էլ իր հետ է։ Իմ երեխեքը տուժվան, ոչ մեկս էլ չշահեցինք։ Հարցին, թե ինչու է կինը իր հետ այդպես վարվել, Հակոբը նշեց։ Ոչ եղել եմ ալկոգոլիկ, ոչ եղել եմ գողացող, ոչ թալանող։ Ինձ այդ պատճառն է հետաքրքրում, թե ինչի համար նա գնաց այդ քայլին, ումը լսալով կամ ում դրթանքով։ Սակայն մտածում է, որ կինը միայնակ նման քայլի չէր դիմի։ Նրա կարծիքով կա ինչ-որ մեկը, ում ուղղորդմամբ էլ նախկին կինը գործում է։ Ինչի համար էմոցիոնալ իմ ընտանիքը հասրեց
այս աստիճանի փլուզման։ Հակոբ շուրջ 1 տարի չէր տեսել կնոջը։ Նրա հետ գնացինք Հարևան գյուղ, որտեղ ապրում եւ աշխատում է Աննան։ Համագյուղացու կովը կթելով է երեխաների ապրուստը հոգում։ Նախկին ամուսինների հանդիպումը սակայն վերածվեց վիճաբանության։ Конман тагамарти бери. Байне парту пиопта пети, тавил катисчопта баши, айшопта пети, лекти ту тагамарчес. Амбар гурум մոյտնա։ Մինչև անգամ տանց բանկեք ծախել որ պապիրոզարն ծխի չտա։ Անուղեղ։ Անուղեղը դու։ Լավ տղամարդի, տեսած իրադից հետո դանակ կողի փող։ Ավելի ուշ Աննան համաձայն է զրուցել եւ ասաց, որ նախկին ամուսնու խանդը հիմնավորված չէ, ավելին խանդից կուրացած իրենից նույնիսկ պահանջել է ինքնասպան լինել։ Լավ տղամարդը չի կայնում, կողքս մորն ասում կայնի դրան դեմը, թո 5 իրա ձերով ժավելը խմի, որ մատն այդ քեզ չմնա վրեն։ Ես հանուն երեխեքի ապրում եմ։ Եթե ինքը լավ տղամարդ լիներ, իրա երկրորդ կեսին իրա ծոցի այքին չեր ասի դու քո ձերով խմի, որ մեռնես մատն այդ քեզ չմնա քո վրեն։ Իրեն վերագրվող մեղադրանքները Հակոբը զրպարտանք համարեց եւ առաջարկեց, որպիսի փորձաքննությունը պարզի։ Բոլորը սուտ է, զպարտանքա դա։ Քաղաքապետարանում տեղյակ չէին այս ընտանիքի պատմությանը։ Խոստացան պահել ուշադրության կենտրոնում եւ անել հնարավորը, որ երեխաների ճակատագիրը չխեղվի ծնողների ամուսնալուծության պատճառով։ Մոտակա օրերի ընթացքում գրավիրենք համապատասխան նիստ։ Հակոբն ու Աննան կտրականապես դեմ են միավորմանը։ Ծնողների քայլի պատճառով երեխաներն արդեն ազատ կյանքի են ձգտում, ինչն արդեն հարևանների շրջանում խոսակցությունների առիթ է տալիս։ Տաթև Մեսրոպյան, Զոհրաբ Քարամյան, Հովանես Չապարյան, Սուրանկյուն։ Մեկ ամիս առաջ անդրադառնալով Գյումրիի դեպքերին ասել է, որ եթե ոստիկանությունը նույն օպերատիվությամբ աշխատի նաև այլ մարզերում ևս եւ շարունակի մարզային իշխանիկներին իրենց տեղը ցույց տալու գործընթացը, ապա արդարության նկատմամբ մարդկանց հավատը ինչ որ չափով կվերականգնվի։ Եվ անցած շաբաթ Սյունիքի մարզպետի բախտը, ինչպես ասում են, չբերեց։ Նրա տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին տեխնացուն, իսկ նրա ծանր վիրավորված եղբոր կյանքի համար բժիշկները պայքարում են։ Թեպետ դեռ նախաքննություն է ընթանում, սակայն մի բան պարզ է. հանրությունը հակված է տեղի ունեցածում տեսնել միայն մարզպետի մեղքը, ու ոչ թե այն պատճառով, որ սպանության մեղադրանքով ձերբակալվեցին նրա որդին ու թիկնապահը, այլ որ այդ ամենը նրա աշխատավոճի հետևանքն է։ Աշխատավոճ, որով խրախուսվում է կրիմինալը, ու դեպքը եզակի ու անկանխատեսելի չէր, պարզապես այս անգամ ոստիկանությունը տեղի չտվեց տարատեսակ ճնշումներին։ Մի բան աներկբա է, ինչպես նշեցի նախորդ թողարկմանը, ամենաթողության երանելի ժամանակներն անցնում են եւ անկախ աթոռի կարեւորությունից ու հարստության չափից չինովնիկը պետք է պատասխան տա օրենքի ողջ խստությամբ։ Ու այս առումով առնվազն տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ Սյունիքի մարզպետարանը չսպասելով նախաքննության ընթացքին ի լուր աշխարհի պաշտոնական հայտարարություն է տարածում դեպքի վերաբերյալ սեփական վարկածը առաջ քաշելով։ Ինչ է սա նշանակում։ Նշանակում է, որ մարդիկ կներեք թքած ունեն իրավապահ համակարգի վրա ու չեն էլ մտածում արարքի հետևանքների մասին։ Սա էլ կերպ, քան ամենաթողություն անվանել չես կարող։ Այդուհանդերձ շատ կարևոր է, որ հարցը լուծվի իրավական հարթությունում եւ այս առումով մեծ անելիք ունեն իրավապահները, որոնք պետք է անեն հնարավոր ու անհնարինը արյան վրեժը կանխելու համար։ Նելի Հարությունյանը կպատմի Սյունիքի արդեն նախկին մարզպետի տան բակում տեղի ունեցած ողբերգության եւ Գյումրիի ոչ վաղ անցյալի դեպքերի կապի մասին։ Ներկայացնում եմ «Պատժել անպատժելին» տեսանյութը։ Կադրերը, որ հիմա դիտում եք, նկարահանվել են Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան տեսասարքերի միջոցով։ Դրանց մանրամասն դիտումը էապես պարզորոշում է, ինչ է տեղի ունեցել Գորիսում հունիսի 1-ի գիշերը։ Հինգշաբթի ուշ երեկոյան տեսանյութը Ամեկ+-ի ջանքերով արդեն համացանցում էր, հասանելի բոլորին։ Թեև դեռ պարզ չէ, թե ինչպես եւ ինչ նպատակով է նախաքննության մարմնի տրամադրության տակ գտնվող տեսանյութը նրանց ձեռքն ընկել։ Այսպես հունիսի 1-ին ժամը 22-ի սահմանում մարզպետի երկու որդիներն առանձին իրենց մեքենաներով տուն են գալիս։ Ժամը 22-ից 16-ին մարզպետն է տուն վերադառնում, որից հետո ամբողջ ընթացքում այլևս չի երևում տեսապատկերներում։ Ժամը 22:36-ին տանն իր մեքենայով մոտենում է Ավետիք Բուդաղյանը։ Այնտեղ այդ ժամանակ կանգնածները մարզպետի երկու որդիները, վարորդը, թիկնապահներ Նիկոլայ Աբրահամյանն ու Զարզան Նիկողոսյանը մոտենում են Ավետիք Բուդաղյանին։ 1-2 րոպե զրուցում։ Քիչ հետո Բուդաղյանը հեռանում է, մի քանի րոպեից կրկին վերադառնում է եւ կրակ բացում։ Ավելի ուշ գալիս է նաեւ Արտակ Բուդաղյանը։ Հետո էլի կրակոցներ են հնչում, որոնց հետևանքով Բուդաղյան եղբայրները եւ տանտիրոջ թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը վիրավորվում են։ Տեսագրությունում երևում է, որ վիրավորներին փորձում են տեղավորել մեքենայում ըստ ամենայնի հիվանդանոց տանելու համար։ 23:49-ին է ոստիկանությունը ահազանգ է ստանում, որ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կրակոցներ են հնչել։ Հետո արդեն պարզվել է, որ կրակոցների հետևանքով տեղում մահացել է Գորիսի քաղաքապետի նախկին տեխնացու 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը ԼՂՀ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը տեղափոխվել է հիվանդանոց։
Վերջինս 2 անգամ վիրահատվել է եւ վիճակն առայժմ գնահատվում է կայուն ծանր։ Դուխով հիվանդ է, շատ համարձակ, շատ ցավին դիմացկուն, ինքը հենց այդ հիվանդներից է, որ ամեն ձևով նպաստում է, որ շուտ ոտքի կանի։ Հունիսի 2-ին ոստիկանության Գորիսի քննչական բաժնում դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ։ Սուրիկ Խաչատրյանի որդին Տիգրան Խաչատրյանը եւ թիկնապահ Զարզանտ Նիկողոսյանը կալանավորված են։ Ով մեղավոր է, լինի դա մարզպետի կողմնակիցները, լինի դա Բուդաղյանների կողմնակիցները, այո, ով մեղավոր է, թող ենթարկվի պատասխանատվության։ Օրենքի առջև մեր կոնստիտուցիայով բոլորն են հավասար, բայց այդպես չի իրականում, որովհետև շատ շատերը անում են եւ իրոք չեն պատասխանում իրենց, բայց կգա ժամանակ, որ իրոք ամեն մարդ պատասխան կտա իր արած գործերի համար։ Որն է կատարվածի իրական նախապատմությունն ու փոխհրաձգության շարժառիթը, պարզվի նախաքննության ավարտին։ Առայժմ հստակ է մի բան, որ Սյունիքում ամենաբարձր օղակներում գաղափարական միակ հենքը գողականն է, սեփական անձը օրենքից վերդասելը, անպատժելիի պատվարը։ Որ մեկը ստան վրա հարցը կա, ինչ կանես։ Պետք է պաշտպանվել։ Եղածը փաստը ցավալի է, որտեղ զոհը երիտասարդ տղա է, բայց ընդհանրապես կատարվածն էլ ավելի ցավալի է։ Գորիսում կատարվածը բնակչությունն աշխատում է չքննարկել։ Գորիսի ժողովրդի մեջ արդեն ահուսած։ Մեր խելքի պետք չկար ասած։ Ամեն դեպ ինչ հոսի վերխը էլերան, բրծավ։ Մենք ու ենք ստեղ։ Դակարակ հրավի պատրախոսենք ու պատամարդ կտերնենք։ Վախենում են Գորիսում։ Ինչից են վախենում։ Արդեն յուրաքանչյուրը գիտի ինչից է վախենում։ Չեմ ուզում բարքերը այսպեսին լինի։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մոտ 1 ամիս առաջ հորդորում էր դասեր քաղել Գյումրիի դեպքերից։ Այն ժամանակ շատերը նեղսրտում էին, թե ինչու է հատկապես Գյումրին դարձել ոստիկանության իբր PR գործողությունների համար քավության նոխազ ու նշանառության տակ են առնվել հենց այդտեղի իշխանիկները։ Թեև ոստիկանապետը անընդհատ շեշտում էր, որ երանելի ժամանակները անցել են ոչ թե մեկ, այլ բոլոր մարզերում եւ բոլորի համար։ Մենք չենք սկսել մի process, որ դեպքը պատահեց, արվեց։ Ամենակարևորը ունենք կամք եւ գիտենք, որ անցյալ ժամանակները ել չեն վերադառնալու։ Կհասկանա, չեն հասկանա, կհասկացնենք։ Իհարկե մեր երկրում զորբայությամբ զենքով արյամբ հարց չի լուծվում, իսկ եթե որոշ բթամիտներ չեն հասկանում, կհասկանան։ Սա ոստիկանապետի բառերն են Գորիսի դեպքի առնչությամբ եւ հստակ դիրքորոշումը հիմա եւ այսօրտեղ։ Ավտոմատա մեջ է։ Չկա ավտոմատ, չէ։ Չկա, պատրոններ։ Հա, մենակ պատրոններն, հա։ Պատրոնա, տետեի։ Մագազինը ինչի է, տետեին է ինչի է։ Եկեք։ Մունատով մի խոս, անգեր ջան, եկեք։ Մունատով չեմ խոսում, ես չեմ, ես Գրիգորյան Մարտիրոսյան ազգային ժողովի պատգամավոր։ Ուրախ եմ, Այդ ինչի է բա այդ, որ ատրճանակին է։ Վալտեր։ Ավտոմատի պատրոնները ինքը ասում է օրինական է փաստաթղթերը մի մագազին է, բայց պատրոնները որսորդական չեն։ Պատրոնները բան է, մարտական է։ Իդեպ Սյունիքում ոչ պակաս թափով, քան Գյումրիում իրականացվել են զինաթափման գործողություններ։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները մեծ քանակությամբ զենք զինամթերք են հայտնաբերել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ նրա մերձավորների տներում։ Երանելի ժամանակներում քչերը կկարողանային պատկերացնել դեպքերի նման զարգացում, երբ քրեական գործը անցնում է բացառապես իրավական պրիզմայով։ Քաղաքական կշիռը, կուսակցական պատկանելիությունը ոստիկանության հավաստիացումներով այլևս չեն կանխորոշում գործի ընթացքը։ Ի սկզբանե ոստիկանության գործողությունների մասին տեղեկությունները ստացվում էին անմիջապես դեպքի վայրից եւ հենց ոստիկանության աշխատակիցներից, բաց ու թափանցիկ, կոծկելու գործելավոճի բարձրացումով։ Հինգշաբթի կառավարության նիստում գործադիրը ընդունեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազատման դիմումը։ Սա եւս կարևոր ազդակ էր, քաղաքական լուրջ ազդակ, որ հովանավորյալներ, արտոնյալներ չեն լինելու, անգամ սեփական կուսակցությունից։ Ինքնաթագադրված իշխանները, ովքեր սովոր են մշտապես ներվել մանր ու միջին սխալների, ծանր ու միջին ծանրության հանցագործությունների համար, նոր իրականությանը դժվարությամբ են համակերպվում ու կլինեն դեռ մի քանիսը, որ դժվար էլ համակերպվեն։ 2013 թվականի 5 ամիսների ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է ապօրինի զենք ռազմամթերքի շրջանառության 232 դեպք։ Զինանոց 2013-ը ամենամյա կանխարգելիչ միջոցառումների շարք է, որի նպատակն է հանրապետությունում ապօրինի զենքի հայտնաբերումն ու արգելավումը։ Այս տարվա 5 ամսում հայտնաբերվածի քանակը բավականին տպավորիչ է։ Հայտնաբերվել է շուրջ 448 միավոր հրազեն, այդ թվում 45 ինքնաձիգ, 88 ատրճանակ,
2 գնդացիր եւ 283 հրացան։ Նաեւ հայտնաբերվել է շուրջ 46000 տարբեր դրամաչափի փամփուշտ, 250 նռնակ։ Նշեմ, որ հիմնականում ամենից շատ զենք ռազմամթերք հայտնաբերվում է Երևան քաղաքում։ Մշտապես վիճակագրությունը այդպեսին է։ Հունվար-մայիս ամիսներին գրանցված մոտ 6700 հանցագործություններից միայն 30-ն է կատարվել հրազենի գործադրմամբ, որից չբացահայտված է մնում միայն 4-ը։ Այս տարի ունենք մենք այդ հանցագործությունների տեսակի նվազում 12 դեպքով, շուրջ 28.5%-ով, այսինքն եթե նախորդ տարի արձանագրվել էր հրազենի գործադրմամբ կատարված հանցագործության 42 դեպք, այս տարի արձանագրվել է ընդամենը 30 դեպք։ Հայտնաբերված զենքերը փորձաքննվում են, պարզելու համար արդյոք դրանք կապ ունեն որևէ հանցագործության հետ։ Բացահայտում կա, զենքերից մեկով անցյալ տարի խուլիգանություն է կատարվել։ Փորձաքննության կենթարկվեն նաև Սուրիկ Խաչատրյանի ու նրա մերձավորներից առգրավված զենքերը։ Նելի Հարությունյան, Զոհրաբ Քարամյան, Հովհաննես Չապարյան, Սուրանգյուղ։ Սյունիքի մարզպետի եւ նրա բարեկամների տանը հայտնաբերված զենք զինամթերքի մասին մի քանի վայրկյան հետո կխոսի Շամշյանը։ Մի հեռացեք, Գովազդե Կարճը։ Հայտնաբերվել են հանցագործության գործիք հրազենները, ավտոմեքենաները։ Տեսակ չէ, թե ինչ ընկճված ու վախեցած էր իրեն սյունաչ շեղ համարող Լիսկան։ Մեքենայից դուրս տարբեր կողմերում հայտնաբերում են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վարորդին եւ մահացած ուղևորին։ Այ Սուրեն ջան, նրա աշն էր կպել, Բաքու ինչն էր կպել։ Քամին զանա, զանա, Զվարթնոցի վիպի կրիշե բանա։ Ողբերգությունից հետո Սյունիքի մարզպետի եւ նրա բարեկամների տանը անցկացված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվեց մեծ քանակությամբ զենք զինամթերք, ինչից հետո Սուրիկ Խաչատրյանը հայտարարեց, որ այդ զենքը նախատեսված է արտաքին թշնամու համար եւ որ ուղղված չէ հայի դեմ։ Նման անհեթեթություն վաղուց չենք լսել։ Զենքը ուղղվեց սահմանային լավագույն գնդերից մեկի հրամանատարի դեմ եւ այս արտահայտությունը այլ կերպ քան քանդերբազություն կոչել հնարավոր չէ։ Պատերազմի մասնակիցը պետք է բոլորին օրինակ ծառայի, ոչ թե այս փաստաթամ կաղարելով խախտի օրենքները։ Ողբերգությունից կամ ինչպես նշում են իրավապահ համակարգում հարձակումից ժամեր անց Շամշյանը եղել է Գորիսում եւ մասնակցել իրավապահների ձեռնարկած բոլոր միջոցառումներին։ Իդեպ օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանությանը ֆոտոլրագրողին ազատ աշխատելու հնարավորություն ընձեռելու համար։ Քիչ հետո դրա արդյունքներին ինքներդ կծանոթանաք։ Հաջորդ դեպքը, որը առանձնացրել եմ, Էջմիածնի վթարն է։ Փոխքաղաքապետի Տոյոտան հարվածել է Երևանի բնակիչ Արսեն Թովմասյանի Մերսեդեսին, ընդ որում հետևի մասից։ Արմավիրի մարզում հնչեղ Գրիգորյան ազգանունով փոխքաղաքապետը անմիջապես ընդունել է մեղքը եւ հնարավոր է եղել հարցը փակել առանց ավելորդությունների։ Ինչու եմ սա նշում։ Մի կողմից Էջմիածնի բնակչության անընդհատ բողոքները, թե գեներալ Մանվել Գրիգորյանն է մարզի տերուտիրականը, մյուս կողմից րոպեներ անց գոլդ համարանիշներով դեպքի վայր ժամանած մեքենատերերը ըստ ֆոտոլրագրողի մտավախություն են առաջացրել, որ բանը կարող է հասնել տուրու դմփոցի։ Բարեբախտաբար նման ընթացքից հնարավոր է եղել խուսափել եւ վերջինները չեն խոչընդոտել ճանապարհային ոստիկանների աշխատանքը։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը դժբախտ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի մի կաթիլ մեղրը չծորեց տեսանյութում։ Այս պայն ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության մասնագետները աշխատում են, հայտնաբերվել են հանցագործության գործիք հրազենները, ավտոմեքենաները, ինչպես նաեւ կրակված պարտուշներ։ Ժողովուրդ ջան, հենց այս կադրերը նկարեցի ու չեզոք ներկայացած որոշ անձանց կարծիքը ներկայացրեցի, համացանցում մի վայնասուն սկսեց, թե Շամշյանը Լիսկայի շահերն է պաշտպանում։ Տո այդ ձեզ խմբագիր հորջորջողներ, գաղտնիք չի, որ մարզերում այդ թվում Սյունիքում ունեք թղթակիցներ, բա ինչի չեք ուղարկում, թե վախենում եք։ Հեշտ է, չէ՞, տակ կաբինետում նստել, ուրիշին քննադատել, բայց միաժամանակ գրագողությամբ զբաղվել, այսինքն օգտագործել իմ նկարահանած կադրերը։ Ժողովուրդ ջան, առաջին տեղեկատվությունը մարզպետի տան մոտ ինձ տրամադրեցին ինչ որ անձինք, որոնք հայտնում են, թե չեզոք անձիկ են ու ոչ մի առնչություն չունեն Խաչատրյանների եւ Բուդաղյանների հետ։ Նաեւ հայտնել են, որ Բուդաղյանը իջել է մեքենայից եւ սկսել կրակոցներ արձակել, ինչն էլ ներկայացրել է։ Որոշ ժամանակ անց տվեցի երկրորդ լուրը, ըստ որի առաջին լուրի տեղեկատվություն տվողները ոչ թե չեզոք էին, այլ մարզպետի հարազատներն ու մտերիմներն էին, ու նաև մեջ բերել էի արդեն նախկին մարզպետի խոսքը, թե բախտը բերելա քնած է, թե չէ 20 հատ շարելու էի գլխին։ Սա էր ամբողջ եղելությունը, որը որոշ պատեհապաշտներ մատի փաթաթան սարքին ու փորձեցին ինձ վարկաբեկել։
Ավելացնեմ նաև, որ Լիսկայի ու նրա մերձավորների տներից հայտնաբերվեց մեծ քանակի զենք ու զինամթեր, ինչի մասին օպերատիվորեն տեղեկացրի հանրությանը, ինչպես նաև պատմեցի, թե ինչպես էր Լիսկան հայտնի ֆիլմի օրինակով տնից դուրս գալով ոստիկանության քննչական խմբին հարցնում. «Էս ինչ հաշիվ է, իսկ թե ինչ հաշիվ է, արդեն բոլորդ գիտեք»։ Դրա վերաբերյալ քննությունը վարում է զինդատախազությունը։ Իսկ ես որոշների նման չեմ էլ փորձում խոչընդոտել քննչական մարմինների գործունեությանը։ Միայն ավելացնեմ, որ Երևանից ժամանած ոստիկանության գլխավոր ու զինդատախազության աշխատակիցների օպերատիվ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ կանխել Այրան վրեժը։ Տեսակ չէ, թե ինչ ընկճված ու վախեցած էր իրեն սյունաչ շեխ համարող Լիսկան։ Երևի թե ինքն էլ սկսել հասկանալ, որ երանելի ժամանակներն անցել են ու ամեն մի օրինախախտման համար ոչ թե 20 հատ շարում են, ինչպես արտահայտվել էր պարոն Լիսկան, այլ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը դնում են մեջքին, վերջում էլ մեղադրանքը ապացուցվելու դեպքում դատավորի մուրճով մի 20 հատ տալիս են անուղեղների գլխին։ Ում մտքով կանցներ, որ Էշմիածնի փոխքաղաքապետը Գրիգորյան ազգանվամբ գեներալական հայտնի համարանիշներով Տոյոտայով կբախվի մեկ այլ մեքենայի ու ոչ թե տարիներ առաջանման վթարի վայրում ռազմորկաներ ու հաշվեհարդաներ կստեղծեր, այլ կթուլանար ու հաճույք կստանար։ Ու անգամ չի խոչընդոտի ճանապարհային ոստիկանների աշխատանքին։ Լուր ու խոնար հետևել է եւ ոչ միայն ինքը, այլև իր համար վթարի վայր ժամանած գոլդ համարանիշներով մի քանի մեքենայատերեր։ Սուրանկյան նախորդ թողարկումներից մեկում ներկայացրեցինք ողբերգական ավտովթար, որը տեղի էր ունեցել Արարատի մարզում։ Տեսնում եք այս կադրերը։ Նախորդն էլ էր տեղի ունեցել նույն վայրում, ու էլի մեկ զոհ, մեկ վիրավոր, ու էլի վարորդն ու ուղևորը շպրտվել էին դուրս։ Ազատավան գյուղի բնակիչ 46-ամյա Վիլիկ Մարկարյանը Երևանից Արտաշատ ընթանալիս օպելով դուրս է գալիս ճանապարհի երթևեկելի գոտուց եւ մոտ 130 մետր գլխի վրա շրջվելով հայտնվում դաշտում։ Մասիսի հրշեջ փրկարարներն ու ոստիկանները մեքենայից դուրս տարբեր կողմերում հայտնաբերում են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վարորդին եւ մահացած ուղևորին Արտաշատցի 37-ամյա Տիգրան Վարդանյանին։ Երկու ժամ տևեց մինչև փրկարարներն ու ոստիկանները դարսի բերեցին մեքենան ու այդ ընթացքում ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի աշխատակիցները հրամանատար Սուրեն Խուդոյանի գլխավորությամբ հետաքրքրասերներին էին հեռացնում վթարի վայրից։ Միայն ֆանտաստիկ կինոներում նման բնույթի վթարի ականատեսը կլինես, երբ երկու ավտոմեքենա Արագաշարժ ավտոմեքենաներ, գերհզոր ավտոմեքենաներ կբախվեն միմյանց եւ կկողաշրջվեն։ Դեարի ու մի բարկացի ու մի բարձրաձայնի խեղճ ճանապարհային ոստիկանություն։ Ես Երևանից հասա Վայոց ձոր ու այս կինոյացու վթարն եմ նկարում, բայց Mitsubishi-ի ապան չկա ու չկա։ 4 ժամ հետո մեծն ապան բարեհաճեց ու սկսեց արդարանալ, թե 5 րոպե առաջ ենք իմացել, մինչդեռ վերջին անգամ 1.5 ժամ առաջ են իմ ներկայությամբ տեղեկացրել։ Հիմա ըստ էության, պատկերացնում եք, քո համար Audi Q7-ով 7 հրաշալիքների գիրկն ընկած սլանում ես Վայոց ձորի Ֆորմուլա 1-ի համար նախատեսած ճանապարհով, մեկ էլ որտեղից որտեղ, մեկը վայս է լինում մեքենայից։ Արդյունքում մի քանի պտույտ կատարելով Q7-ը գլխիվայր թինգ է տալիս երկաթի արգելապատնեշին, իսկ Mitsubishi-ն կողաշրջվելով ճանապարհի միահարելի հատված իրենով է անում։ Հիմա ես չեմ դուք եք, Mitsubishi-ի վարորդը Artix-ի Ազատ Զալոյանը աննշան խախտում է հոզգիծը ու քշում Դավթաշենցի Սուրեն Հայիրյանի մեքենայի վրա։ Այ Սուրեն ջան, նրա աչքն էր կպել, բա քո ինչն էր կպել։ Քաշեր մի քիչ ենկոմ ու ոչ քո ավտոն կվնասեր, ոչ էլ աչքը կպացի։ Ու վթարի վար ժամանած էս կեպկավոր կինտոն էլ ութով գոլդ համարները չեր թրցնի, ինձ էլ չեր ասի թե համարները թռան ձորը։ Գնաց ձորը որն է, ինչ ընկավ ձորը։ Եկի մարդը պետք է օգնենք այախ։ Բա կյանքդ խես պատմ համարներն գնաց ձորը։ Բա գնաց էս զավշա։ Դե լավ կյանքդ մի պատմի։ Կյանքդ մի պատմի։ Մարդը կյանքդ մի պատմի ասի։ Արա ազգդ մնացել է կես օգնի։ Կյանքդ մի պատմի, դու էր մնացել պակաս։ Ու ինչքան էլ վթարի վայրում հավաքվածները քննարկում են, թե հնարավոր չէ այս վթարը ողբերգական հետևանքներ չունենա, այդուհանդերձ Mitsubishi-ի վարորդն ու նրա 3 ուղևորները թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց։ Հիմա որ նորից ասենք Ճանշինի մեղքով այս մի մարդաբոյ փոսերը չի լցվում, ինչի հետևանքով հերթական ողբերգական վթարներ տեղ ունեցել Գեղարքունիքի մարզում, ճանշինականները Խաթաբալա հայտնի ֆիլմի նման են, լացկան կնանոց նման, երեսները կպատրեն, թե նորից Շամշյանը, նորից Սուրանկյունը մեր վրով անցան։ Ահա, այս էր փոսերը կարելի 7 քարի տեղ եմ ես խաղում։ 1, 3, 4, 5, 6,
բավական է բռնաբարեք։ Տեսակ այնքան է խառնվել, որ կլասի տեղը 7 քար ասեցի։ Բաղով լիներ տեղս, որ չխառնվեր։ Խեղճ վարորդները գլուխները որ պատով տան, որ վերջապես պատասխանատու չինովնիկները հասկանան, որ մի մարդաբոյ փոսեր փորելուց հետո անմիջապես լցնել է պետք։ Թե չէ կաբինետներում նստած չգիտեմ ինչներ եք լցնում, թե վախենում եք կարող է ճանապարհներին աշխատանքներին հետևելու ժամանակ արևից սևանակ։ Վայ սև գա ձեր գլխին, դե հիմա գնացեք ու պատասխան տվեք 33-ամյա Արթուր Հարությունյանի հարազատներին։ Տեսնում եք կադրերը, թե ոնց էր մեքենաները փորձում խույս տալ ահռելի փոսերից, իսկ Արթուրին չհաջողվեց։ Մերսեդեսով փորձելով շրջանցել ճանշինականների փորած փոսերը, բախվում է երկաթե տակարին, հայտնվում դաշտամիջում ու տեղում մահանում։ Պատկան մարմիններին խնդրում ենք ականջներին օղ անել։ Ամառային սեզոնի մեկնարկը տրված է, ու շատ հայաստանցիներ որոշ վայ պատասխանատուների նման չեն կարող իրենց հանգիստն անցկացնել Անտալիաներում ու Դուբայներում, ու մի կերպ ձգում են Սևանին։ Այսինքն հոսքը ավելանալու է, եւ եթե միջոցներ ձեռ չառնվեն, գոնե ձեր փորած փոսերը լցնելու ուղղությամբ, ապա նման վթարների աճ կարձանագրվի։ Իսկ ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 4-րդ վարչի աշխատակիցներն էլ Խուդոյանով, Հակոբյանով օրերը այս տրասին են մտնեցնելու։ Գլուխը խփել է վերևի։ Ընտանեկան խնդիրներ միշտ էլ լինում են, բայց ցավալի է, որ այն ողբերգական ավարտ է ունենում։ Հերթական ընտանեկան տրագեդիան տեղի ունեցավ Արտիկում։ Ամուսինը 37-ամյա Արտեմ Ղազարյանը կնոջը 27-ամյա Ցորիկ Այվազյանին խոհանոցում գցել է հատակին եւ խեղտամա արել։ Իսկ երբ Արտիկի բժշկական կենտրոնին ժամանել են տուն, ասել է, թե կինը հանկարծամա է եղել։ Ու մինչ բժիշկները կպարզեն մանվան հանգամանքները, Արտիկի ոստիկանները ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ պարզում են, որ կատարվածը զարհուրելի հանցագործություն է։ Իսկ երբ Արտիկի ոստիկանները բացահայտում են իրականությունը, ամուսինը սկսում է արդարանալ, թե կինը ման եկող էր, ման եկող էր բաժանվեր, տարիքը էլ հերիքում էր, նոր ընտանիք կազմելուն, իսկ հիմա կգնաս բանտ ու փափուկ անկողին հետ կփոխարինվի երկաթյան նառով։ Քամին զանա, Զվարթնոցի վիպի կրիշը բանա։ Էս Զվարթնոցի կտուրը լրիվ թափած է, երևի Արմավիայի նավսն էր։ Վարկյանների ընթացքում նենց մի վիպ տեսարանի ականատես եղանք, որ էլ չասած։ Եմի ավտոբանգարն, այո։ Անկեղծ ասած ուրախ էի, քանի որ ինչպես ժողովուրդն է ասում, ինչ լինում է ժեշտին լինի։ Ուտանիքի ժեշտը թափվել էր երկաթյա նժույգների վրա ու խեղճ փրկարար։ Զվարթնոցի խեղճ ոստիկան մի մարդու նման նյութական վնաս կրած մեքենայատերերի հետ հեռացնում էին տանիքի մատերիալը, բայց ինչ ուզում եք ասեք, մեր ժողովուրդը նույնիսկ այս իրավիճակներում չի կորցնում հումորի զգացումը։ Ասում էին, թե պատճառը ոչ թե քամին է, այլ օդանավակայանում վաճառող ապրանքների կրակած գները։ Այրեպորտը տնես գներա դրե բքամի չելի։ Օդանավակայանի աշխատակիցները, ապահովագրական ընկերության ներկայացուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանի եւ ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի պետ Վանիկ Թանգամյանի հետ քննարկում էին հասցված վնասի չափը եւ եկան այն հայտարարի, որ Թանգամյանը ճիշտ էր, ապան լավ էլ թանկ է վճարելու։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Հավել են, որ Սուրանկյունից անմիջապես հետո կարող եք դիտել Բրազիլիա-Ֆրանսիա ֆուտբոլային հետաքրքիր հանդիպումը, այնպես որ մի եռացեք։ Այսքանը, սիրենք իրար, քանի որ բարոյական յուրաքանչյուր կանոնի չափանիշը սերն է, ու ամենակարևորը մարդ լինենք։ Դա ամենադժվար մասնագիտությունն է։ Կհանդիպենք հունիսի 16-ին ժամը 22-ին։ Լույս եւ հոգու ջերմություն բոլորիս։